Կարմիր խաչը կանոնավոր այցելություններ է անցկացրել 1 կամ 2 ամիսը մեկ պարբերականությամբ Բաքվում պահվող բոլոր հայերի, սակայն այս հանդիպումները դադարեցի 2025 թվականի հունիս ամսին, իսկ Կարմիր խաչը արդեն սեպտեմբերին հայտարարեց իր գործունեության դադարի մասին, բայց այս այցելությունները տեղի են ունեցել փակ հաստատություններում եւ ուղղակի առնչություն չեն ունեցել դատական պրոցեսների հետ, այստեղ դիտարկվել են նրանց պահման պայմանները, առկա առողջական եւ այլ խնդիրները եւ կոնֆիդենցիալ հիմունքներով դրանք կոմունիկացվել են Ադրբեջանի իշխանություններին եւ Կարմիր խաչը փորձել է երկխոսության ճանապարհով հասնել որոշակի պայմանների բարելավման, կարծում եմ, որ այդ գործունեությունը իր դրական արդյունքը տվել է, եթե մենք համեմատում ենք պահման պայմանները գերեվարման վաղ ժամանակահատվածում եւ հետագայում, ապա դրական տեղաշարժեր նկատելի են, նշեմ, որ որոշ դատապարտված գերիների նաև տեղափոխել են նոր կառուցված քրեակատարողական հիմնարկ, որտեղ պայմանները անհամեմատ ավելի լավ են եղել, քան սկզբնական պահման վայրերը, բայց նաև այն վերապահումը անեմ, որ երբեմն ադրբեջանական մամուլը տարածում է լուսանկարներ, որտեղ իբր հիմնական հիմունքներով պահվում են հայերը, դրանք իրականում լուսանկարչական նկատառումներով առանձնացված սենյակներ են, որտեղ հայ բանդարկյալներին այցելում են ադրբեջանցի պաշտոնյաներ եւ դրանով ներքին լսարանին ցուցադրում են, որ մարդասիրական նորմերը Ադրբեջանում պահպանվում են, այս ճանապարհով փորձ է արվում նաեւ բարձրացնել նրանց օմբուդսմենի դերը հայ պատանների իրավունքների պաշտպանության հարցերում եւ մենք այս գործընթացի եւ Կարմիր խաչի գործունեության դադարեցման միջև նաեւ կապեր ենք տեսնում, այսինքն մի կողմից փակվում է Կարմիր խաչը, մյուս կողմից կադրեր են թողարկվում, որտեղ օմբուդսմենի այցելությունները դիտարկվում են որպես փոխարինող արդյունավետ միջոցներ, մենք այս մոտեցումը ընդհանրապես չենք կիսում եւ մեր միջազգային գործընկերներին էլ տեղեկացրել ենք, որ օմբուդսմենական ինստիտուտը Ադրբեջանում անկախ չէ, անկախության փարիզյան սկզբունքներին չի բավարարում եւ որևէ աջակցություն այս ինստիտուտի կողմից չի կարող բավարար լինել։ Նշեմ, որ արդեն նոյեմբեր ամսին դատական նիստերը թևակողեցին եզրափակիչ փուլ, որտեղ մենք լսեցինք նաև առաջարկվող պատժատեսակները, բոլորի առնչությամբ պահանջվեց ղեկավարության ցմահազատազրկումը, միայն օրենսդրական հանգամանքով պայմանավորված 65 տարին լրացած երկու ռազմաքաղաքական ներկայացուցիչի առնչությամբ պահանջվեց 20 տարի ազատազրկումը։